Այս տարի որոշել եմ լայվ ոդկասթ ֆորմատով Արսենից հարցազրույց վերցնեմ ու ասեմ, որ իրան մենակ գտնելը շատ դժվար է։ Վերջապես VIP զոնայում մենակ է, գնանք հիմա մինչև հաջորդ հանդիպումը, հուսով եմ կհասցնենք մի քանի հարց տանք։ Վերջապես Արսեն ջան, քեզ գտել ենք։ Արի անցնենք հարցերին։ Ինչպես է ընտրվել այս տարի Red Invest-ի կարգախոսը, ինձ կասես Արսեն ջան։ Ինչպես գիտես, մենք ամեն տարի տարեսկզբին որոշում ենք այդ տարվա բառը մեր թիմի համար ու այս տարվա քննարկումները մի քիչ ավելի բուռն անցան, որտեղ Expo-ին համահունչել պետք է լիներ այդ բառը։ Biz երկար քննարկեցինք, վերջը շատ պարզ որոշման եկանք, որ աճ բառը բնորոշում է այս տարվա մեր տրամադրությունը, մեր շուկայի տրամադրությունը, մեր գործընկերների գրասենյակներում տիրող տրամադրությունը եւ որոշեցինք ու չքաղաքականացված բառեր աճը շատ կարեւոր է նշել, որոշեցինք, որ աճ բառով բնորոշենք այս տարվա շուկան եւ նաեւ մի քանի բառ ավելացրինք դրան, աճը որպես աճը որպես մշակույթ եւ եթե այդ բառի ամբողջ տրամաբանությամբ վերցնենք, փիլիսոփայությամբ վերցնենք, մի քանի բառ ավելացրինք դրան, որ ավելի ամբողջական դառնա, հա, այն մեսեջը, որ մենք ուզում ենք տանք, մենք ընտրեցինք աճը որպես մշակույթ, աճը որպես փաստ եւ աճը որպես ձեռագիր բառակապակցությունները։ Դրանով բնորոշեցինք այն, որ մենք ուզում ենք ներկայացնենք աճը որպես փաստ հիմնավորված, որ մեր շուկան աճում է թվերով, երկրորդը աճը որպես մշակույթ, ես շատ կուզեմ, որ բոլորի մոտ ամեն տարի ուղղորդված աճի շարժում լինի, հա, բիզնեսներում եւ աճը որպես ձեռագիր, այդ են ընկերությունների մասին է, ովքեր ցույց են տալիս ամեն տարի, այդ թվում նաեւ Big Projects-ը, Red Invest-ը եւ շատ այլ գործընկերներ, որ ամեն տարի մի քանի աշճան բարձրացնում է Expo-ի կազմակերպման մակարդակը, մենք որ փորձում ենք ամեն տարի նոր նախագծերով հանդես գանք, այլ ընկերություններ, որոնք շատ են ուրախացնում կողքից, որ կա շատ առողջ մրցակցություն ու առողջ զարգացում շուկայում, այդ ընկերություններին մենք որոշեցինք բնորոշենք աճը որպես ձեռագիր բառակապակցությամբ։ Արսեն, ինչ կասես, ինչի է կարևոր մասնակցել Տուն Expo-ին։ Շատերն են տալիս այդ հարցը։ Ինչն է կարևորությունը։ Տուն Expo-ին։ Ես կարող եմ ասել, մենք ինչ ենք մասնակցում։ Մենք հիմնադրման օրվանից Տուն Expo-ի հիմնական գործընկեր ենք եղել, երկու անգամ գլխավոր հովանավոր, հետո հիմնական գործընկերոջ կարգավիճակով։ Մեր հիմնական դերը Տուն Expo-ին ընդառաջ մեր գործընկերոջը Hamlet-ին ու Big Projects-ի թիմին էքսպերտային կարծիք տալն շուկայի տենդենսների մասին։ Չնայած որ վերջին տարիներին արդեն Hamlet-ը ինքը ու թիմի մի մասը Big Projects-ի բավական մասնագիտացել է անշարժ շուկայի մեջ ու իրենք էլ ոչ պակաս էքսպերտներ են, մեր մոտ ավելի շատ մասնագիտական քննարկումներ են ստացվում, եթե իրենց մոտ ինչ-որ հարց է լինում։ Մեր դերը նրանում է, որ մենք օգնենք շուկան ավելի լավ հասկանան Expo-ի կազմակերպիչները, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ սա ուղղակի Expo չի, հա, այսպես միջոցառում չի, որ ցանկացած Expo կազմակերպող կարող է կազմակերպել։ Իրոք Big Projects-ի թիմը բավական էքսպերտային գիտելիքներ է ձեռք բերել շուկայում տեղի ունեցող process-ների մասին ու շատ հոսքագծային process-ներով կառուցում այս Expo-ն ու չի խնայում ոչ մարքեթինգի վրա, ոչ կազմակերպչական process-ների վրա, դրա համար ամեն տարի մենք ունենում ենք մի Expo, որը ընդհանուր առմամբ ոչ թե լոկալ միջոցառում է, այլ արդեն ռեգիոնալ միջոցառում է ու ցույց է տալիս Հայաստանի անշարժ շուկայի դեմքը։ Եթե հետ գանք թե ինչի պետք է մասնակցեն այս միջոցառմանը մասնակիցները, ես կասեմ, որ եթե դու ուզում ես շուկայի մի մասնիկը լինես ու ցույց տաս, որ դու դրա դիմագծերից շուկայի դիմագծերից մեկն ես, դու պարտադիր այդտեղ պետք է ներկա լինես, որտեղ տարվա մեջ 1 կամ 2 անգամ ամբողջ հետաքրքրված հասարակության մասը, որ հետաքրքրված անշարժ շուկայով 20-ից 30 հազար հոգի կարող անցնել քո տաղավարով, շփվել քո աշխատակիցների հետ, տեսնել քո նախագիծը, ղեկավար անձնակազմից մինչև սպասարկող անձնակազմ, թափանցի կանգնած են հաճախորդի առաջ ու դրանից ավելի լավ առիթ չկա քո ընկերության տեստավորման համար։ Հասկացա։ Բնականաբար նաև վաճառքների համար եւ լավ ալիք վաճառքի ու հաճախորդների ճպման վերցնելու համար շատ կարևոր հարթակ է։ Արսեն, ինչ տրենդներ ես հիմա նկատում շուկայում։ Շատ փոփոխություններ են լինում ու դրանք լավ փոփոխություններ են։ Առաջի փոփոխությունը, որ կուզեմ նշեմ, ընդհանուր շուկայի մասնագիտական որակը բավականին աճել է։ Շուկայի մասնակիցների մասնագիտական որակը վերջին տարիների ես առատ նախագծերը, հաճախորդների շփումները եւ այլն բավականին կոփել են եւ մասնագիտական մասը բոլոր շուկայի մասնակիցների Ինչպես են փոխվել գնորդների նախասիրությունները եւ գնորդների նախասիրությունները եւ մոտեցումները գնորդներ շատ ավելի հաշվի նկատ են դարձել
Եթե հիշենք 5 տարի առաջ ու հիմա գնորդների վարքագիծը տոտալ տարբեր է։ Ինչ հարցեր են տալիս, ինչ կետեր են ուշադրություն դարձնում եւ ինչ պահանջարկ առհասարակ ունենք ձևավորված։ Փառք ենք վերջի տարիներին բավականին խիտ շուկա ենք ունեցել եւ այդտեղ ձևավորվել են կորիզը մասնակիցների ու խմբերի, ովքեր որ տոն են տալիս շուկայում ու ստեղծում են թրենդեր եւ անշարժ գույքի կառուցապատման ընկերությունները եւ ճարտարապետական ընկերությունները եւ վաճառքի ու ինվեստիցիաներ գրավող ընկերությունները բոլորը ունեն այն կորիզը հիմա շուկայում, որ կարում են մրցեն միջազգային ընկերությունների հետ եւ իզուր չի որ Ռուսաստանից, Թիֆլիսից, նույնիսկ Դուբայից ընկերությունները որ մասնակցում են, ապշում են, թե ոնց ենք մենք էքսպոյի ժամանակ այդ ծավալի աշխատանք անում ու ոնց ենք առհասարակ էքսպոյի ժամանակ հոսքագծային վաճառքներ կազմակերպում, որտեղ շատ հաճախ էքսպոներում երբ որ դու դուրս տեսնում ես, ուղղակի ոնց որ թանգարանի այցելություն լինի, այսպես ասած, այո։ Ինչով է նպաստել այս էքսպոն, հաճախորդները որոշեն արագ կարողություն ունեն արագ որոշումներ կայացնելու։ Այսինքն նրանց համար պարզ է արդեն այն խումբը կառուցապատողների ումից նրանք գնում պետք է անեն, այն ընկերությունները, որոնց միջոցով պետք է անեն, բանկերը, ռիելտորական ընկերությունները։ Այս հաճախորդի վարքագծի փոփոխությունն է, եթե վերցնենք միջավայրային փոփոխությունները, կառուցապատողների հայկական ասոցիացիանը շատ լավ աշխատում ու միջավայրի շատ կարևոր փոփոխություններ մեր մոտ տեղի ունենում օրենսդրական մակարդակով։ Նաև կարևոր է նշել, որ ռիելտորական միջավայրն է այսպես փոխվում, որտեղ ռիելտորական օրենքը այսպես մտավ ուժի մեջ, ընդունվեց, կմտնի ուժի մեջ շուտով եւ ռիելտորությունը որպես մասնագիտություն լիցենզավորված կդառնա մեր երկրում, ինչը շատ կկարգի է շուկան, ինչը չկա օրինակ Վրաստանում եւ երեք մեր վրացի գործընկերների շփման ժամանակ բարի նախանձով են մեզ նայում այդ քննարկման ժամանակ։ Իսկ եթե գլոբալ խոսենք տենդենսների մասին, թե ինչ նոր նախագծեր են շուկա դուրս եկել, ես միշտ ասում եմ, որ մենք սկսեցինք նրանով, որ ծխախոտի տուփեր էին կառուցվում, մարդիկ պատրաստ էին գնել այդ ծխախոտի տուփերից քառակուսի մետրեր, իսկ հիմա մենք եկել ենք մի շրջան մեր կառուցապատման քաղաքաշինության փուլի, երբ որ կոնցեպտներն են վաճառվում, պրոդուկտն է վաճառվում։ Մարդիկ շատ են ուշադրություն դարձնում ոչ միայն բնականի ներսի քառակուսուն, այլ ավելի շատ սկսել են ուշադրություն դարձնել, թե ինչ է կատարվելու դուրսը։ Ինչ շենքում են իրենք ապրելու, ինչ միջավայրում, ինչ ֆունկցիոնալություն, ինչ լոգիստիկ հնարավորություններ եւ դրա համար սկսել են նաեւ զարգանալ ոչ միայն Երևանը, այլև քաղաքից բավական հեռու հատվածները։ Իսկ կներկայացնես այն նոր նախագծերը, որը որ մենք ունենք այս տարի, որը որ ներկայացրեցինք շուկային։ Նոր նախագծերը իհարկե կներկայացնեմ, մենք լսողներին ասեմ, որ դուրսը պետք է նկարեինք, այս ուղղակի այնքան շատ մարդ կար, վստահ եմ կադրեր կդնենք հիմա դրսից, կարողացանք դրսում ուղղակի նկարանում կազմակերպել եւ special zone-ում ենք անում։ Նոր նախագծերից առաջինը, որ շատ կարեւորում եմ, դա Boscoville Town-ն է, որը կառուցվում է Նորհաճն քաղաքում, որի մասին բազմիցս խոսել ենք, եւ այս էքսպոն Bosco-ի հանրայնացման կարեւոր պատրվակ էր եւ այսօրվանից գնորդները կարող են արդեն գնել, ինվեստիցիաներ անել Bosco-ում։ Ինչ է կարեւոր այս նախագիծը, որովհետեւ Երևանից դուրս առաջի մեծ նախագիծն է, որը կառուցվում է այլ քաղաքում, սա քաղաքի զարգացման պլան է, ինչպես ես սիրում եմ ասել, Նորհաճն քաղաքում լինելու է Յուվենտուսի ակադեմիայի արվարձանային բազան, երկրորդ ամենակարևոր բանը, միգուցե Յուվենտուսից էլ կարևոր միջազգային դպրոց թաղամասում, որը որ ընդհանուր Հաճն քաղաքին տալու է լրիվ այլ գրավչություն, զարգացման լրիվ այլ պոտենցիալ եւ բնականաբար այն ամբողջ ֆունկցիոնալ սպորտային ենթակառուցվածքը, որը լինելու է Bosco-ում։ Սկսած հեծանվուղիներից, քայլուղիներից, ֆուտբոլի դաշտեր, բասկետբոլի դաշտեր, տարբեր տեսակի խմբակներ, տարբեր տեսակի հանգստի զոնաներ, սպա զոնաներ, այս ամեն ինչը նախատեսված այն մարդկանց համար, ովքեր սիրում են ապրել Երևանում, բայց ունեն օրինակ երկրորդ բնակարանի կարիք, որը որ Երևանի շատ կպած կարող է լինել ու ընտանիքը վերցնենք ամառային արձակուրդներին կարող են այնտեղ լինել, իսկ հիմնական աշխատողները, այսպես ասած, ընտանիքի Երևանի շատ կպած, եթե Երևանի հետ են աշխատում 20 րոպե առավոտյան վրա գնան։ Այս իմաստով օրինակ եթե վերցնենք մեր հիմնական տուրիստական կամ հանգստի քաղաքները, Ծաղկաձորը կամ Դիլիջանը, բավական հեռու են եւ չի ստացվում այս մոդելով, իսկ Bosco-ն հենց իդեալական նախատեսված է այս ֆորմատի համար եւ հեռավորությունը եւ այն ֆունկցիոնալությունը, որը որ ես նշեցի, թույլ են տալիս այս ամեն ինչը։ Երկրորդ կարևոր նախագիծը, որ մի փոքր էմոցիոնալ նույնիսկ կարող է լինել, դա Արգավանդ Towers-ն է։ Արգավանդը մեծ մասը, բնակարանների նախատեսված է Արցախահայերի բնակարանով ապահովման ծրագրի սահմաններում իրացման համար։ Մենք հիմա քննարկում ենք եւ գործընկեր բանկերից սպասում ենք արդեն առաջարկներ վերջնական, որպեսզի հանրայնացնենք, թե ինչ պայմաններով, ինչ ավելի լավարկված պայմաններով ենք առաջարկելու մեր արցախահայ հայրենակիցներին բնակարաններ ձեռքվել Արգավանդ Towers-ում։
1000 բնակարան է, էլի բավականին լավ ինֆրաստրուկտուրայով, քաղաքի ամենազարգացող հատվածներից մեկում, Երևանի կենտրոնից ընդամենը 8.5 կիլոմետր հեռավորության վրա, հիմնական հյուսիս-հարավ ճանապարհին կամ Իսակովի պողոտային համայրակապած օդանավակայանից շատ մոտ, այս իմաստով ամենաակտիվ, զարգացող ու միշտ պահանջարկ ունեցող հատվածներում է այս թաղամասը։ Կենտրոնին մոտ ապրող մարդկանց համար ինչ տարբերակ ենք առաջարկում։ Մենք ունենք երկու տարբերակ նոր նախագծերի, որոնք որ կենտրոնին կպած են կամ հենց կենտրոնում են, մեկը Նորք Մարաշում 230 բնակարանոց Heaven Heads անունով նախագիծն է, որտեղ շինարարությունը հիմա գնում է, ունենք 230 բնակարան, որից բավական մասը արդեն վաճառվել են, բավական արդեն էքսպոյի ընթացքում են վաճառվել։ Այստեղ ունենք շատ լավ ներդրումային հնարավորություն եւ բնակվելու համար հնարավորություններ։ Ընդամենը 550,000 դրամ միջին քառակուսու արժեքով բնակարաններ ենք վաճառում, որոնք որ կապիտալիզացիայի մեծ գործակից ունեն մոտակա 2-3 տարիների ընթացքում, մտածում ենք մոտ 700-800,000 կդառնա Նորքում գները, բայց ավելի կարևոր է նշել վճարման պայմանը, որը որ ել ավելի հեշտացնում է նախագծի ձեռքբերումը, մենք ընդամենը 30% շինարարության ընթացքում ամիս հավասարաչափ բաժանումներ անելով վճարել հատուկ հաշվին, իսկ մնացած 70%-ը վճարել վերջում, երբ որ արդեն ավարտականը կա եւ փաստացի կարող եք բնակվել այդտեղ։ Սա հնարավորություն է տալիս, որ, չգիտեմ, եթե դուք Վարշավայում եք ապրում, եթե ուզում եք տեղափոխվել կենտրոնի, հաճախորդ ուզում է տեղափոխվի կենտրոնին մոտ բնակվի, ունի մի բնակարան հիմա, այս բոլոր քեսերի համար շատ հեշտ մուտքի հնարավորություն, իսկ Նորք Մարաշը կենտրոնին կպած, հա, սիրում ենք մենք ասել, որ կենտրոնին կպած ու գներն էլ շատ համեմատաբար ցածր, քան կենտրոնում դեռ։ Մյուս մեր նախագիծը Կասկադ Club-ն է, որը որ հենց կենտրոնում է, սրտում Երևանի կարելի ասել, Կասկադի հարևանությամբ ընդամենը 300 մետր քայլելով Կասկադ համալիրից, այստեղ նույնպես նոր է սկսվում շինարարությունը, մենք էքսպոյի շրջանակում որպես պրեմիերա նախագիծ ենք ցույցադրել այդ նախագիծը եւ այստեղ բոլորը ուզում են այդտեղ տուն ունենան, չէ՞, այո, բոլորը ուզում են, բայց հետաքրքիր է որ ոչ մեկ չի մտածում որ հեշտ կլինի մուտքը ու հաճախորդները հիմնականում զարմանում են թե ոնց կարելի է նախ գինն է բավականին հարմար $3200 միջին քառակուսու արժեք, հա, դրամով արտահայտված։ Երկրորդ ամենակարևորը, որ հիմիկվա շուկայում կա, դա ձեռքբերման մոդելն է։ Այստեղ 40% միջև շինարարության ավարտ էքսպոյի շրջանակներում հնարավորություն են գնորդները գնել եւ 40% միջև շինարարության ավարտ ամիս 500,000 դրամ է, չէ՞, թե չեմ սխալվում, այսինքն այո, մոտ 500,000 դրամ է։ Մենք 40%-ը բաժանում ենք 48 ամսի, 48 ամսում շինարարությունը կավարտվի եւ ավարտական ակտ կստանանք։ Այդ իմաստով է 48 ամիս վերցրած եւ 1%-ից էլ քիչ ամսական վճարման եղանակով Կասկադի հարևանությամբ շատ լավ պայմաններով կապիտալիզացիա բարձր գործակցով շատ հետաքրքիր շենքում, որտեղ կա 5 աստղանի հյուրանոցի reception, լողավազան, ջիմ, սպա, այս ամեն ինչով դուք կարող եք բնակարան ձեռք բերել, հաճախորդներ կարող են բնակարան ձեռք բերել։ Ներդրումային տեսանկյունից էլ այնք բավականին հարմար այսինքն։ Իհարկե, որտեղ բավական մեծ կապիտալիզացիա է տեղ ունի, Կասկադում միջև $6-7,000 ներքևի հատվածում բնակարանները վաճառվում են, իսկ հիմա Կասկադի վերակառուցման ծրագիրը որ կա, այդ շրջանակներում արդեն ել ավելի պոպուլարությունը աճել է Կասկադում։ Համեցեք, միշտ պատրաստ եմ գրասենյակում էլ լավ մնացեք։ Մերսի շատ։ Все, Վիկտոր, տեսա մի ոդկաստ նկարենք, կոլեգա։